Էս ինչ է։ Չես տեսնում ինչ է։ Էս մեկն է դեռ։ Փորձս ինձ թույլ է տալիս մտածել, որ սա փորձի համար է նետվել շրջանառության մեջ, բայց ոնց տեսնում ես, փորձը ձախողված է։ Փոխանցի դրան, որ շարունակել անիմաստ է։ Վիգեն, ես լուր փոխանցող չեմ։ Ես հիմա սխալ բան եմ անում։ Քեզ ցույց եմ տալիս իրեղեն ապացույց։ Բայց ես դրանով փորձում եմ քո միջոցով փոխանցել, որ եթե սեն շարունակվի, էլի հայտնվելու է մեզ մոտ։ Ու ես ապրում եմ քեզ հետ, անընդհատ կասկածելով, որ դու կապ ունես դրա հետ։ Վիգեն, էլ ստիպված չես լինի կասկածվողի հետ տանիք կիսել։ Դու չես հասկանում, որ Լարիսի զանգին ցանկից չի տալիս։ Չես առանց զգուշացնելու ստեղ եկել։ Որովհետև զանգում եմ չես պատասխանում։ Հետո ինչ, ուզածդ ինչ ասա։ Ով էր այս մարդը։ Ինչեր տես ներվային։ Լսի, ուշադրություն մի դարձրու, ինքը ընդհանուր առմամբ տաղանդավոր մարդ է, ուղղակի մի քիչ տարօրինակ։ Իսկ այդ տարօրինակ մարդը ինչի է զարմանում, որ դու կարաս տղա ունենաս։ Ու ոնց է իրան թույլ տալիս քո հետ այդ տոնով խոսա։ Մենակ մտերիմ մարդը կարա քո հետ տենց խոսա, պապ։ Ավետ ինքը մտերիմ չի։ Հիմա ասա ուզածդ ինչ է, ու գնանք ստեղից։ Պապ, ուղղակի մենք ինչ եկել ենք Հայաստան, ոչ մեկին որպես այդպեսին ծանոթ չենք տեսել։ Ոչ մեկին ոչ հյուր են գնացել։ Ուզում եմ հասկանամ, դու ստեղ կյանք չես ունեցել։ Չես պատմում, չես ասում ու հանկարծ այս մարդը։ Լսի, մոռացի հայց մարդուն։ Այս ամեն ինչը ժամանակավոր է, մենք ստեղ ժամանակավոր ենք։ Մենք վաղ թե ուշ գնալու ենք այնտեղ, որտեղ եղել ենք ու ապրելու ենք այնպես, ոնց որ ապրել ենք։ Եղավ։ Պապ, ես ուղղակի գումարում եմ ամեն ինչ իրար, որ հասկանամ։ Դու ի սկզբանե դեմ էիր, որ ես գամ Հայաստան։ Դու ամեն ինչ անում էիր, որ ես չգամ։ Պապ ջան, ես էլի քո հետ եմ։ Ինչ ուզում եմ լինի, գիտես, որ քո կողքն եմ լինելու։ Բայց ուզում եմ հասկանամ, խնդիրը ինչու՞մն է, որ դու քո ծանոթներից ինձ հեռու ես պահում։ Չես ուզում, որ իրանք իմանան իմ մասին։ Լսի, շուրջդ նայ, ավեջ, շուրջդ նայ, մենք ստեղ հաց ենք թխում։ Դու չես հասկանում, որ դու իմ ամենաթույլ տեղն ես ու քո մասին ոչ ոք պետքա չիմանա ստեղ։ Ինչ այս դա քեզ պետքա բացատրեմ ամեն անգամ։ Դու չես հասկանում։ Պապ, հասկանում եմ, բայց հասկանում ես դու, որ խոսքը քո ընկերների մասին է։ Լսի, ես ընկերներ չունեմ։ Գնացինք ստեղից։ Գնանք։ Լավ ես ով ջան։ Լավ, Արսեն ջան, արի գնանք ներս։ Չէ, լավ է։ Ֆոտակայքում էի, աս երկու բառով խոսան գնամ։ Արդեն տունը գտել եմ, հենց վաղն էլ ուզում եմ հավաքնենք։ Քո օգնությունն է պետք։ Հա, խնդիր չկա, Արսեն ջան։ Ճիշտ է, ես ու պապան ավելի հանգիստ կլինեինք, որ մեր տանը լինեիք։
Բայց դե որ որոշել եք, Հիմա էլ անգիստեղ է, ինչքան պիտի մնայինք։ Հենց է մտքով էլ եկել ենք, որ ընթացքում պիտի տուն գտնենք։ արդեն սովորել էի, որ Լիզան այնց դիմավորում ու ճանապարհում։ Բան չկա, Հոբջան։ Ադելի վիրահատությունից հետո մնացած հարցեր կկարգավորենք։ Մի խոսքով, այս քանի օրը քո օգնության կարիքն եմ զգալու։ Խնդիր չկա։ Բարի օր, աղբես։ Բարի օր։ Մեքենան խնդիր ունի, որ խնդրեմ գնաս։ Չէ, ախպերս, այսօր չի ստացվի։ Արհեստավորները չկան, էլի չեմ աշխատում։ Հա, ինձ թվաց դու գնաես։ Չէ, ես գլուխ չեմ անում, ախպերս, ավելի լավ է ձեռ չտամ։ Այն մարդը, որ գնաց կարող է կանչենք հետ գնայի։ Ես ավել փող կտամ ինձ։ Չէ, ախպերս, ինքը աշխատող չի։ Ինչ ա եղել, եթե տենց շատ լուրջ է, նայենք տենանք ինչ կանենք անենք։ Չէ, նորմալ է, մի հատ ձեն էր, գալի տուն կհասնեմ։ Լավ, ուրեմն վաղը կգամ, ախպեր։ Եղավ, ախպերս։ Օգնելու բան կա։ Չէ, նորմալ է, ախպերս։ Սենց հայել է լինում արհեստավորները, որ չեն գալի գործի։ Ամեն ինչ իրար եմ խառնում։ Սա ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի։ Բայց հաստատ օգնելու բան չկա։ Ոնց ես։ Հոգնել եմ պարկելուց։ Կօգնես նստեմ, Լիզ։ Հա։ Խոսացիր պապայի հետ։ Պապան տուն ա գտել, որոշել է, որ տեղափոխվում է։ Լիզա, բայց ես խնդրել էի, չէ՞ քեզ։ Դժվար բան էի խնդրել։ Ադել կլինի չգոռաս։ Լիզա, եթե դու ինձ մի բան խնդրեի, ես առանց մի վայրկյան մտածելու կանեի։ Ադել մենք չենք կարող այստեղ ապրել։ Դու հասկանում ես, պապան վատ է, այս պահին ամենադժվարը իր համար է։ Կլինի կյանքը չբարթացնենք ավելի։ Բա ես։ Դու ինչ, Ադել։ Դու ինչ, եթե մնանք այստեղ, ինչ ա փոխվելու։ Փոխվելու է այն, որ իմ ու Հովոյի հարաբերությունները նոր են սկսվում։ Ու ես չեմ ուզում իրան կորցնեմ, Լիզ։ Դու հիմա կմտածես, որ ես մոռացել եմ մամայի մասին, չէ։ Չէ, Լիզա, ուղղակի ես իմ փրկությունը Հովոյի մեջ եմ տեսնում, հասկանում ես։ Ես չեմ ուզում կորցնեմ հույսս, որ կարողա վեր կենամ տեղիցս ու քայլեմ։ Լիզա, մենք սիրում ենք իրար։ Չէ, Ադել։ Այդ դու ես հորինել։ Ուշքի արի։ Տենց բան չկա։ Այսինքն Ասա, Ինչ ես անում, որտեղ ես։ տան մոտ։ Տուն մի մտի։ Հիմա հասցեք ասեմ, արի երկու բառ խոսենք։ Խոսակցությունը չի սպասի, գործեր ունեմ։ Դե եթե ասում եմ հենց հիմա արի խոսենք, նշանակում է չի սպասի։ Լիզա, ի՞նչն եմ հորինել։ Ընդհանրապես ինչ ես այդ տոնով խոսում։ Ադել, վերջացրու ես խոսակցությունը։ Մենք տեղափոխվում ենք ու խնդրում եմ պապային ոչ մի բան չասես։ Չէ, ես հարցնում եմ ի՞նչն եմ հորինել։ Այն որ դու Հովոն սիրում եք իրար։ Դու քո աչքով չտեսար։ Ինչը։ Որ համբուրվում էինք, Լիզա։ Համբուրվում էիք։ Հաստատ, Ադել։ Թե դու էր համբուրում Հովոյին, ինքն էլ հանկարծակի եկավ։ Լիզա, ես քո տոնը չեմ հասկանում։ Ինչ ես սենց խոսում։ Նենց տպավորություն է, որ ուրախ չես իմ համար։ Էդ էլ հերիք չի, մի հատ էլ ինձ համոզում ես, որ չկա տենց բան։ Դե ուղղակի
Նկատի ունեմ, որ եթե անգամ նման բան կա, ուրիշ տեղ ապրելը չի խանգարի։ Եթե անգամ դուք իրոք սիրում եք իրար ու որոշել եք միասին լինել, առանձին տներում ապրելը խնդիր չի ստեղծի։ Աջան, Դու ուշ ես գալու։ բան ա եղել։ Ուզում եմ խոսենք։ Ես հասնում եմ։ Լավ։ Վստահ ես, որ ուզում ես այդտեղ խոսենք։ Եթե վստահ չլինեի, չէի ասի, որ գաս։ Նստի, ինչ-որ բան կխմես։ Լսի, տարօրինակ է։ Անցած անգամ դու ինձ ասացիր, որ չգամ, բայց այս անգամ կանչել ես։ Ինձ թվում է ինչ-որ կարևոր բան ես ինձ ուզում ասես ու միգուցե եւ ինչ-որ օգնության կարիք ունես։ Բայց ինձ թվում է երկրորդն է, որովհետև երեսիդ այդ արտահայտությունն է։ Կարող է ես եմ ուզում քեզ օգնել։ Հնարավոր չի։ Օգնի, ես սպասում եմ։ Բայց լավ իմացի, այն ինչ օգտակար է ինձ, ուղիղ հակառակ իմաստով դեմ այն մարդուն, ով որ քեզ այսօր օգնում է։ Ագրես դու այն մարդը չես, որ առանց մտածելու, հաշվարկելու ինչ-որ քայլեր ա գործում։ Ես քեզ լավ գիտեմ։ Նենց որ սկսի ճիշտն ասել, ես շատ ժամանակ չունեմ։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան, լուրջ բան չկա։ Ներս գնանք։ Բարև ձեզ։ Ավետը տարածքում էր, ինձ տուն բերեց։ Ախպերս Լիզան իմ նշանածն է։ Մենք ծանոթ ենք։